Ձմռան վերջին շաբաթը նաև ամենացրտաշունչն էր քաղաքական քննարկումների վրա, սակայն այդ հանգամանքը չազդեց։ Բանավեճերն այս շաբաթ կրկին թեժ էին, դրանց մի զգալի մասն ի դեպ հենց եղանակի, ավելի ճիշտ Երևանի իշխանությունների եղանակային վատ պայմաններին դիմակայելու անկարողության մասին էր։ Ամսի 22-ի դրությամբ 24 ժամվա ընթացքում մայրաքաղաքում տեղացել է 1 ամսվա նորմայի չափ տեղումներ։ Այն, որ Կամո Արեյանն առատ տեղումներից հետո հրավիրված առաջին գործակարգավարական խորհրդակցության գլխավոր զեկուցողը զարմանալի չէր, ով եթե ոչ նա 1997 թվականից քաղաքապետարանում աշխատած այս մարդը պետք է բացատրեր, թե ինչու էր փետրվարի 20-ի երեկոյան Երևանը կաթվածահար եղել։ Բայց եթե Արեյանի արդարացումները գոնե քիչ թե շատ մասնագիտական ու փաստարկված բնույթ ունեին, ապա նրա անմիջական ղեկավարը Տիգրան Ավինյանը ընտրեց լավագույն պաշտպանությունը հարձակումն է, մարտավարությունը։ Այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ Երևանի քաղաքապետը ձնամաքրման աշխատանքների տապալման մեղքը բարդեց բոլորի վրա, իրենից բացի, ապաներից մինչև ամառային անվադողեր։ Խցանումների առաջացման նաև պատճառների ուղիղ երևի թե 80%-ը պայմանավորված էին ամառային անվադողերով, ավտոմեքենաների, ապաների հետևանքով։ Թարսի պես Ավինյանի այս հայտարարությանը զուգահեռ ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, հերքելով Երևանի քաղաքապետի պնդումները։ Ըստ ներքին գործերի նախարարության փետրվարի 20-ից 24-ը արձանագրվել է 482 պատահար, եւ վթարի մասնակիցներից միայն 1 մեքենա է եղել ամառային, 8-ն էլ մաշված անվադողերով։ Վթարային իրավիճակից բացի ոստիկանությունը նաեւ ստուգել է 193 տրանսպորտային միջոց եւ միայն 15-ն են եղել մաշված անվադողերով։ Բայց անգամ այս հերքումից հետո ՔՊԱ-ների մի մասը շարունակում էր կրկնել ամառային անվադողերի մասին մեղմ ասած ոչ ճիշտ տեղեկատվությունը։ Նախկին ավտոտեսուչ, այժմ քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրինակ այս շաբաթ գերադասում էր հավատալ Ավինյանի, այլ ոչ թե իր նախկին գործընկերների ներկայացրած պաշտոնական վիճակագրությանը։ Մեր տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցները շահագործվում էին ոչ ձմեռային անվադողերով։ Պատկերացրու ձյունը արդեն սառույցա եւ մեղադրում են ինչիա ձյուն փողոցում։ Փողոցում ձմեռը պետքա ձյուն լինի։ Եվ եթե Երևանում ձյուներ ու սառնամանիք, կարելի է պատկերացնել, թե այս շաբաթ ինչ էր կատարվում Գյումրիում։ Ուրեմն մեր օրը ձմեռը լեննական փետրվար ամսին էլի շատ պատահական ցունկ կա։ Շիրակի դաշտավայրի սառնամանիքների թեման Գյումրիի ընտրարշավում առաջինը շրջանառության մեջ դրեց քաղաքապետի պաշտոնին հավակնող պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ՔՊ-ի տեխնացու Սարիկ Մինասյանի նախընտրական պաստառների եւ դրսում հաստատված մինուսային ջերմաստիճանի կոնտրաստը նրա աչքից չեր վրիպել։ Ու հեշմար չի ֆայմի, այստեղ ու վրա բանեմ գծե, օր չմրսի։ Նա է Սարիկ ջան, էլի օր բանեմ եմ ես եմ, թե քու համար, թե քաղաքի։ Մեր Սարիգը։ Սառելու մասին խոսակցություններին Սարիկ Մինասյանի պատասխանն ասիմետրիկ էր։ ՔՊԱ-ական տեխնացուն որոշեց, որ ոչ թե ինքը պետք է տակ հագնվի, այլ ուրիշներին տակ հագուստ բաժանի, օրինակ կոմունալ ծառայության աշխատակիցներին։ Մի սաղի թակին հատ կարել ենք տվել, որ այդ որը ռազմերը ուզել եք, ես անհանգստացած եմ, ցուրտ է, դուք համապատասխան հագուստ չունեիք, մեզի նվեր են երե, բարով մաշեք, անփորձանք կոշիկների հարցն է կլուծենք։ Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս շաբաթ ակնհայտորեն չէր մրսում, չնայած ոչ շատ երիտասարդ տարիքին Ղուկասյանն այս շաբաթ էլ շարունակում էր նկարահանող խմբի ուղեկցությամբ ակտիվորեն տեղաշարժվել Գյումրիի փողոցներով, վերհիշելով իր պաշտոնավարման տարիներին, ինչպես նաև դրանից փոքր-ինչ ավելի վաղ, օրինակ հին Հունաստանում տեղի ունեցած իրադարձությունները։ Ու երբ որ ասավ սպարտանցի պիրիոտ ու գնացին խփվավ Լեոնիդը, դատելով Ղուկասյանի հայտարարություններից կարող էր տպավորություն ստեղծվել, որ եթե լեգենդար 300 սպարտացիներն ընդգրկված լինեին Գյումրիի ընտրացուցակներում, ապա հաստատ կքվեարկեին իր օգտին։ մեկ է սպարտացիներն ասեցին. «Նո, Գրեթիա, Սպարտա, Արմենիա,
Գյումրի Իսլաբոդկա Վագլավե Վարտանիկը будет жива։ Գյումրիի նախկին քաղաքապետն ի դեպ բավական կասկածելի մի պատվի արժանացավ, նա դարձավ վերջինն, ում անդրադարձել էր իր անվանակից դոգմա կանունով հայտնի Վարդան Ղուկասյանը։ Ընկեր գյումրեցիներ, գնացեք ձեր տներով, ձեր Վարդանիկ Ղուկասյանին ոչ մեկ չի կալանավորել։ Ձեր Վարդանիկ Ղուկասյանին ոչ մեկ ձերբակալելու ցանկություն չունի, որովհետև որ ձեր Վարդանիկ Ղուկասյանը խաղաղ է Նիկոլ Փաշինյանի դաշտում։ Ադոր համարյան ոչ մեկ բան չի սե, կտանենք թողեն, ու դեցելի կբրեն։ Այս հեռարձակումից մի քանի ժամ անց Վարդան Ղուկասյանի սոցցանցերում գրանցված էջերը լռեցին, իսկ շաբաթավերջին մամուլում տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որ դոգը ձերբակալվել է ամերիկյան միգրացիոն ծառայության կողմից։ Եվ բարև ձեզ։ Այս շաբաթվա գլխավոր հերոսներից եւս մեկը դարձավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։ Նա հանրային ռադիոյի եթերում ոչ ավել ոչ պակաս ստախոս անվանեց բոլոր այն մարդկանց, որոնք պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կանխորոշել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթուղթը։ Իդեպ Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմաթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմաթայի հռչակագրի պահից սկսած։ Իդեպ Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմաթայի հռչակագիրը։ Ֆրանսիայի դեսպանի այս հայտարարության վերաբերյալ Երևանում հնչող կարծիքներն այս շաբաթ կիսվեցին։ Դեկոտինիին քննադատողների մի մասը պնդում էր, թե այս հայտարարությամբ նա ցանկանում էր լղոզել Ֆրանսիայի եւ անձամբ Էմանուել Մակրոնի պատասխանատվությունը Արցախի հայաթափման հարցում։ Ոմանց կարծիքով էլ բացատրությունը շատ ավելի պարզ էր։ Ֆրանսիայի դեսպանն այսպիսով իր աջակցությունն էր հայտնում Հայաստանի գործող իշխանություններին։ Ուրեմն Ալմաթայի հռչակագիրը եւ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտում իրար կապելը ինչ ասեմ, դավադրություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Իշխանությունների ինքնաարդարացումների շքերթն այս շաբաթ շարունակեց ՔՊԱ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Եթե ըստ իշխող կուսակցության անդամների ձյունը չմաքրելու համար մեղավոր էին անվադողերը չփոխած վարորդները, պատերազմում պարտության համարել վատ կռված ղարաբաղցիներն, ապա Արցախի կորստի քաղաքական պատասխանատվությունն ըստ Մարիա Կարապետյանի կրում էր քաղաքական մի ուժ, որ վերջին անգամ ամբողջական իշխանություն է ունեցել ավելի քան 100 տարի առաջ։ Դաշնակցության պատճառով է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա։ Բայց դաշնակցությունը չի ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, որից էլ օգտվել է եւ Ալիևը։ Արևը ծագեց, այսօր Լեռնային Ղարաբաղում հայեր չկան։ Քանի որ արևը ծագեց, Լեռնային Ղարաբաղում այսօր հայեր չկան։ Դաշնակցականները սակայն պարզվեց միակ մեղավորները չէին։ ՔՊԱ-ական պատգամավորուհու Ազատությանը տված հարցազրույցից հայ հանրությունն այս շաբաթ զարմանքով տեղեկացավ, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս են ճանաչել Երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները եւ Նիկոլ Փաշինյանն ընդամենը հետևել է նրանց օրինակին։ Մենք փորձել ենք ճանապարհ հարթել, որպեսզի հայերը կարողանան Լեռնային Ղարաբաղում շարունակեն ապրել։ Այդ պահին հնարավոր։ Եթե ինչ-որ մեկը դուք այդ հայտարարությունն արեցիք, Երբ Փաշինյանը ավելի ճիշտ այդ հայտարարությունն արեց։ Այդ երկուսը իրար հետ կապելը, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ճիշտ է, համաձայն եք։ Առաջին ղեկավարը չէ, բոլորը։ Կարապետյան, ասում եք առաջինը չէր, բայց նույնիսկ ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը ասաց, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով այդ քաջությունը ունեցավ եւ հայտարարեց առաջին անգամ, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Նույնիսկ մեր միջազգային գործընկերներն են դա ընդունել։ Դե ասում եմ, մենք այդ դեֆորմացիան ենք վերացրել։ Թե ինչ է ցանկանում վերացնել կամ գուցե ստեղծել Նիկոլ Փաշինյանն այսպես կոչված իրական Հայաստանի մասին իր կոնցեպտով դեռ այնքան էլ հստակ չէ։ Հստակ է միայն այն, որ իրական Հայաստանն այս շաբաթ Նիկոլ Փաշինյանի գլխավոր զբաղմունքներից մեկն էր։ Վարչապետը 3 օրվա ընթացքում 2 անգամ այդ թեման քննարկեց կուսակիցների հետ, արանքում էլ Facebook-ով դիմեց իրեն հետևող օգտատերերին կոչ անելով 20-30 հոգանոց խմբեր ձևավորել եւ գալ կառավարություն իրական Հայաստանի նախագիծը քննարկելու համար։ Մենք ստացել ենք 12-րդ խմբագրությունը խաղաղության
պայմանագրի Ի տարբերություն իրական Հայաստանի նախագծի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծն իշխող կուսակցության շարքերում մեծ լավատեսության առիթներ չի ստեղծում Բաքուն։ Ավելի քան 3 ամիս քար լռություն պահպանելուց հետո այս շաբաթ ըստ էության մերժեց պայմանագրի երկու չհամաձայնեցված դրույթներին սահմանից երրորդ ուժերի դուրսբերմանը եւ միջազգային ատյաններից հայցերի հետ կանչին վերաբերող հայկական կողմի առաջարկները։ Այն փաստը, որ մենք ստացել ենք 12-րդ խմբագրությունը խաղաղության պայմանագրի, արդեն վկայությունն է, որ գործընթացը փակուղու մեջ չէ։ Իրական փակուղին սակայն Բաքվում է, այստեղ գտնվող հայ գերիների համար։ Ադրբեջանի իշխանություններն այս շաբաթ շարունակում էին դատել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին, կրկին պնդելով, թե նրանք ծանրագույն, այդ թվում պատերազմական հանցագործություններ են կատարել։ Այս մեղադրանքը ներկայացվել է նաև ընդամենը 3 ամիս պետնախարարի պաշտոնը զբաղեցրած եւ երբեք ռազմական գործին չառնչված Ռուբեն Վարդանյանին։ He stands at risk of facing life imprisonment in a country that mistreats its own citizens. Որս ցմահ ազատազրկում է սպառնում մի երկրում, որտեղ սեփական քաղաքացիների իրավունքներն են խախտվում, մի երկրում, որ 40 տարի մեկ ընտանիք է ղեկավարում։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում անկախ դատական համակարգ չկա եւ այս դատավարությունները քաղաքական են։ Վարդանյանը դեռ անցած շաբաթ էր հացադուլ հայտարարել եւ դրա հետևանքները տեսանելի էին անզեն աչքով։ Դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հյուծված տեսք ուներ դրանել գումարած նրա դեմքին կապտուկներ կային։ Վարդանյանի վիճակը Հայաստանում այն աստիճանի լայն հանրային արձագանք ստացավ, որ ամեն կերպ ադրբեջանցիներին նյարդայնացնելուց խուսափող պաշտոնական Երևանն իդեմս արտգործնախարարության ստիպված էր հանդես գալ բավական կոշտ հայտարարությամբ։ Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայ ազգի ռազմագերիների, պատանների եւ այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ազգի ռազմագերիների, պատանների եւ այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաեւ դատավարական կոպտագույն խախտումներով եւ խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա։ Իշխող քաղաքացիական պայմանագրի շարքերում Բաքվում դատվող արցախցի գործիչների հանդեպ կարեկցանքի դրսևորումներ թեև կային, սակայն դրանք ուղեկցվում էին նաև ժողովրդական լեզվով ասած մեղքն իրենց վիզը բնույթի հայտարարություններով։ Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բաներ է ասել, որ այսօր օգտագործում է իր դեմ։ Իսկա չգերեվարվել, երբ որ հարցեր են դնում, դուք իրավունք չունեք գերեվարվել։ Եվ մինչ Բաքվում ընթացող այս process-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունից Հայաստանի երրորդ հանրապետության եւ դրա պատմության դատավարության է վերածվում, Հայաստանի ազգային ժողովում շատ ավելի կարևոր գործերով էին զբաղված, օրինակ, թե ով է գրել Հայաստանի օրհներգը, քանի տարբերակ ունի այն եւ դրա տեքստում որտեղ է հարկավոր ստորակետ դնել։ Միքայել Նալբանդյանի դեպքում, եթե շատ ուշադիր լինենք, այնտեղ ստորակետ չկա, այսինքն ասում նայիր նրան 3 գույնով ու ստորակետ չկա նվիրական մեր նշան։ Մեր օրներքում գրած նայիր նրան 3 գույնով ստորակետ 1 նշան։